Նրանց ինքնաթիռները մինչև օդ բարձրանալը պետք է ոչնչացնել։ Եվ հաջողվեց, որովհետև երկնքում էր Նելսոն Ստեփանյանը և կռվում էր վերջին օրվա, վերջին կռվի պես անձնուրաց, ինչպես հատուկ է հերոսներին։ Նելսոն Ստեփանյանի սխրանքների մասին խոսեցին ականատեսները, հազարավոր զրույցները, ֆիլմերն ու անիմացիաները։ Իր անուրանալի նվիրումն են վկայում տարիների հեռվից պատմվող սարսռալի մարտական առաջադրանքները, որոնք փառքով կատարել է մեծ օդաչուն, կանխելով ֆաշիզմը նաև երկնքում։ Ներկայացնում ենք սովետական միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կենսագրությունից վառ դրվագներից մի քանիսը և թե ինչպես է նա հերոսաբար զոհվում։ Մոսկվայում Նելսոն Ստեփանյանի հերոսական ուղին է ներկայացրել 5-րդ ալիքը «Պաբեդիլի վմեսте» մեդիա կոնգրեսում։ Լավագույն անիմացիա անվանակարգում 27 երկրներից հաղթող է ճանաչվել Հայաստանը։ Առաջնային էր մեզ համար, որպեսզի Հայաստանի համար այս շատ բարդ ժամանակահատվածում մենք հնարավորինս բոլոր հարթակներում ընդգծենք, թե մենք ինչպիսի հերոսական ազգ ենք և թե ինչքան խորը պատմություն ունենք, թե Սովետական միության կազմում, թե Սովետական միության կազմից դուրս։ Ich verstehe nicht, warum landet dieser Junge? Vielleicht will er sich ergeben? Բայց հռչակավոր օդաչուն ինչպես կարող էր հանձնվել։ Լեգենդար ռազմական օդաչու, խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը զոհվեց 1944 թվականի դեկտեմբերի 14-ին Լիեպայա նավահանգստի մոտ, իր վառվող ինքնաթիռն ուղղելով զինամթերքով բեռնված գերմանական տրանսպորտային նավերի վրա։ Երբ հետո զմնեցին այն վայրը, որտեղ զոհվել էր օդաչուն, ձյուների մեջ հայտնաբերեցին Իլ-2-ի թևի կոտրված մասը, որի վրա գրված էր Վարդանուշ։ Դա հերոսի մոր անունն էր։ Ամենաբարձր մակարդակով ֆինանսավորվում է Ռուսաստանի ղեկավարության և կառավարության կողմից, սա հրաշալի միջոց էր ևս մեկ անգամ ներկայանալ և ընդգծել հենց հայ հերոսի հերոսությունները։ Ընկնելով երկինք անիմացիան 5-րդ ալիքը նվիրում է հայրենական մեծ պատերազմի բոլոր հերոս օդաչուներին։ Անիմացիայի ռեժիսոր Մարիամ Եգորյանը վստահեցնում է, 5-րդ ալիքը հայ հերոսներին մեծարելու առիթներ շատ է ունենալու։ Վստահ եղիր տղաս, մենք կհաղթենք։ Լանա Համբարձումյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։